Բարի երեկո ձեզ իմ լավ հետևորդներ ջան։ Հարգելի հետևորդներ ջան, այսօր էլ Ծովիկը որոշել է, որ պատրաստի մեղրով տորտ։ Հիմա միասին հետևենք Ծովիկին։ Մի բաժակ պեսուկ 250 գրամ, 3 հացու, հետո 3 հացու ու հարգելիներս, շնորհակալություն եմ ուզում ասել մեկնաբանությունների համար, որ գրել եք, ոչ բոլորին եմ կարողացել պատասխանել, շնորհակալ եմ բոլորիցս, ասեմ, որ փախլավեն իրոք շատ համեղ էր, հարգելիներս, ոչ թե հենց այնպես գլուխ գովալու համար եմ ասում, չէ, իրոք համեղ էր, ես փախլավայի սիրահար չեմ, ես էլ ու իմ մաման էլ ընդհանրապես փախլավայի ճիշտ է, ես միշտ տեղ եմ տվել փախլավա խմորեղենը, որովհետև ամենալավ խմորեղենն է, բայց ես չեմ սիրել, բայց Ծովիկի պատրաստածը շատ դուր եկավ ու հիշեցի, որ իմ հետևորդուհիներից Տիկին Անահիտն էլ ինձ նվիրել փախլավա, դուք էլ տեսած կլինեք, նոր տարվան ես դրել էի սեղանին, դա էլ շատ համեղ փախլավա էր ու սկսեցի սիրել է, այնպես որ ասեմ շատ լավ էր ստացվել, հարգելիներս, հիմա տեսնենք այս մեղրով տորտը ոնց է պատրաստում Ծովիկը, սա էլ էլի իր տարբերակով է պատրաստում ժողովուրդ, ասում է չէ, որ Ծովինարը լավ խմորեղեններ է թխում, 3 թալ մեղր այլ, 3 թալ, ճաշի գտալ մեղր, հիմա այս զանգվածը դնելու է գոլորշու վրա, դե նախապես մենք արդեն կացարով ջուրը դրել ենք գազին, նայ ժողովուրդ ուրեմն ավելացնում է կաթ, 3 ճաշիկ թալ է ավելացնում է, ինչքան մեղրներ այնքան էլ կաթն է։ Մի քիչ էլ ավել։ թալ կացավ, Թեի թե ճաշի։ ճաշիկ, 1 ճաշի գտալ ուրեմն քացախ լցնում, խնձորի քացախ, ավելացնում սոդայի, ավելացնում է սոդա, այսպես սոդան էլ հետ է էպում եք Ծովիկ։ դնում ենք գոլորշուը, ավելացնում է կարակը, ժողովուրդ այդքան շատ էլ չի կարակը, 100 գրամի չափով կարակը, հիմա այսը պետք է խառնենք, որ շաքարավազը հալի, տեսեք այստեղ էլ ինչ ենք էպում, եգիպտացորեն, բոնջուելնա,
շաքարավազը արդեն հալել է, հարգելի հետևողներ ջան, դե պետք է այդպես փրփրի, զանգվածը շատանա։ Կրեմը պատրաստելու ենք այս կարակով, ուրեմն սա պարսկական կարակ է, հարգելի հետևողներ, ես էլ եմ օգտագործել շատ համով կարակ է, շատ համով, ոչ թե մարգարին է, հենց ուտելու կարակ է, ես էլ եմ գնել այս պարսկական կարակներից, հիմա կրեմը պատրաստում ենք այս կարակով։ Այս տեսարանի համար գժվում է, ոնց որ պատկեր լինի, միշտ ասել եմ, ոնց որ նկար լինի։ Գույնն էլ պետք է մքանա։ Ուրեմն ես էլ եմ ժողովուրդ, պատահելա, որ սոդան սենց ծովքի նման սկզբից եմ լցրել, պատահելա կրակից վերցրել եմ, հետո եմ ավելացրել սոդան։ Բայց ինձ թվում է, այս տարբերակը ավելի լավ ծակոտիներ է ունենում խմորը։ Հետո նոր ավելացրել ալյուր աշկաչափով 3-4 բաժակ ալյուր։ Աստիճանաբար մաղելով լցնում ալյուրը։ Քանի գունդ ստացվելու ծովիկ, 3-ից 4 գունդ ժողովուրդ։ Դե հիմա լցրել ենք սեղանին ալյուրի հետ խառը, հիմա ձեռքով ծովիկը կղունցի և կբաժանի գնդերի։ Ձերների չկպնող խմարը Ժողովուրդ, արդեն գնդերը պատրաստ է 4 գունդ։ Հիմա մնում է գնդերը բացենք գռնակով և թխենք։ Հենց եմ ասում թխենք, կարծես ես էլ հետն եմ թխում։ Դու էլ հետ ես էլի։
Նայեք, ուրեմն թխում ենք ժողովուրդ հակառակ կողմով, սկուտեղի հակառակ կողմով։ Սկուտեղի վրա էլ նորից կրտնակով բացում է։ Այդ մեկը ես չգիտեի, ես միշտ չափով եմ բացել, չափով բացել եմ, հետո նոր թռել եմ սկուտեղի վրա։ Հիմա տեղափոխում ենք ջեռոտ, ջեռոտն էլ միացրել ենք։ Երկրորդ գունդն է կրկնակում։ Точно чапсу. Առաջին գունդը թխեցինք հարգելիներս։ Երկրորդ գունդն էլ արդեն դրել ենք ջեռոցը։ Բոլորն էլ թխված է, տեսեք 1, 2, 3, 4։ Հիմա մնում է սառի, որ արդեն կրեմը կսենք հարգելի հետևորդներ ջան, դե հիմա գնանք տեսնենք կրեմը ոնց է պատրաստում։ Հիմա պատրաստում ենք եփովի կրեմ։ Մի փոքր պահում ենք ուրեմն չնարակի համար կաթը, մնացածը լցնում ենք։ Իսկ ինչքան կաթ կլինի, թողեք։ 1 բաժակ։ 1 բաժակ։ Ժողովուրդ, տեսեք ինչ կաթ ենք օգտագործում ենք Մարիլա ֆիրմային կաթնամթերքի ղափանինն է, կաթնամթերքի գործարանի կաթն ենք օգտագործում։ Ու ես ինչքան եկել եմ ծովիկ էստու, միշտ էս եմ հանդիպել, էս ղափանի կաթնամթերքից ենք միշտ օգտվել, կաթնասորը, մածունը։ Դանդաղ կրակից։ Իսկ շաքարավազ վերջում ենք լցնում, հա։ Դե գնացինք արդեն կրակին։ Հիմա էլ ավելացնում ենք շաքարավազը 3, 4, 5 ճաշի կտալը շաքարավազը։ Այսպես, հիմա լավ կխառնենք, կրակից կվերցնենք ու ասեմ ժողովուրդ, արդեն ծովիկը հարել է, կարագը հարիչով, սա էլ կսարի, աստիճանաբար կլցնի կարագի վրա, նորից կհարի։ Ավելացնում ենք մի փոքր վանիլին և կոնյակ։ Լցնում։ Հա, լցա տեսնենք ինչքան կոնյակ ես լցնում։ Կրեմը արդեն պատրաստ է։
Հիմա տեսնենք ինչ անում մեր ծովիկը։ Ինձ լավ կրեմ ստացվի։ Սա էլ երրորդ շերտն է։ Վերջի շերտն է։ Դե այս վերջի շերտի վրա էլ արդեն ջնարակը կլցնենք։ Տեսեք, ուրեմն ասեմ, ջնարակն էլ շատ լավ ստացվի։ Ջնարակին ինչ ես օգտագործել կաթ, ջուր, կակաո, շաքարավազ, վանիլին եւ վերջում է կարակ։ Նորից հիմա ինչ պիտի անենք, ծովիկ ջան, պետք է թողենք սառի, ժողովուրդ ջան, սառի, փափկի, հետո նոր կտրենք, որ ծովիկի հետ նորից կոֆե խմենք։ 5 ժամ պետք է։ 5 ժամ, մենք 5 ժամ չենք կարող սպասենք, սխալ ասի, ծովիկ ջան։ 5 ժամ հետո մութը կընկնի, մենք չենք կարող կոֆե խմենք։ Այդ մեկը դու սխալ ասեցիր։ 5 ժամ, ժողովուրդ, դուք լսում եք, 5 ժամ թողենք սառի, փափկի։ Այսի մի ժամից արդեն փափկած կլինի։ Այսօր էլ այսպես, ժողովուրդ ջան։ Փախլավի նման միակս ես նկարից։ Խնդիր չկա, ծովիկ ջան, կնկարեմ։ Նկար։ Հիմա ուզում ենք ես ու ծովիկը կոֆե խմենք։
խմորեղենով, վերջապես խմորեղենը կտրում է ծովիկը։ Այդ իր ասած հարգելի հետևորդներ ջան, 5 ժամն էլ անցավ, 7 ժամն էլ անցավ։ Էլեն ջան, դու կոֆեն նայի։ Հարգելի հետևորդներ, սա նորույթ խմորեղեն չի, բոլորս էլ գիտենք մեղրով տորթի պատրաստման ձևը, նայած ով ինչ տարբերակով է պատրաստում։ Ամենահամով խմորեղեններից մեկն է տարածված խմորեղեններից, որ բոլորն էլ թխում են։ Ուզում եմ ասեմ, հարգելիներս, որ ամեն մարդ իր ձեռքով է պատրաստում, իր տարբերակով է պատրաստում։ Լինի դա փախլավա, լինի նապոլեոն, լինի, չգիտեմ, թռչնիկատ, ամեն ինչ, լինի տորտ։ Սա էլ այսօրվա մեր ծովինարի պատրաստած խմորեղենը։ Ամենակարևորը, որ սա տնական ձեռքով պատրաստած խմորեղենը։ Ամենահամով խմորեղեններից մեկը, հարգելի հետևորդներ ջան։ Շնորհակալություն եմ ուզում ասեմ իմ լավ հետևորդներին, իմ նոր հետևորդներին, որովհետև հարգելիներս նոր հետևորդներ, նոր բաժանորդներ են ավելացել։ Շնորհակալ եմ բոլորիցդ, հարգելիներս, շատ շնորհակալ եմ։ Աստված պահապան բոլորիդ ընտանիքներին եւ ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ։ Այսօր էլ այսքանը։ Դե մենք վայելենք մեր սուրճը, ձեզ էլ բարի դիտում։